Ողջույն բոլորին, օրվա կարևոր իրադարձությունն է փետրվարի 15-ի համար։ Տեսնենք, թե մեզ բոլորիս ինչ է սպասվելու այդ օրը։ Գնանք խոյերին։ Ինչ է սպասվում խոյերին փետրվարի 15-ին։ Բավականին էմոցիոնալ կլինեք, ինչ-որ հարցերի հետ է կապված, նայեք այստեղ կտրուկ քայլ չանեք, որ այդ տղայի հետ կապված։ Որտև էմոցիաների ազատության տակ եք այստեղ, կողեք հանել նաև այս տղային ձեր կյանքից, ոմանց համար սա։ Ոմանք այդ օրը կհանդիպեն իրենց մայրիկին, ոմանք ինչ-որ մի բան, ինչ-որ մի հարց ձեզ մոտ գաղտնի է մնում, ինչ-որ մի բան պարզ չէ ձեզ համար։ Նաև կտրուկ քայլ կարող եք անել, կտրուկ որոշում կարող եք կայացնել, հիմքից ինչ-որ մի բան հանել կամ հիմքից ինչ-որ մեկին հանել ձեր կյանքից։ Նաև սա վիրահատություն է ոմանց համար սուր գործիքներով, ինչ-որ կարող են աշխատել ձեզ վրա։ Դա նաև ուշադիր պետք է լինեք սուր գործիքների հանդեպ, եթե դուք այսպես ինչ-որ աշխատանք եք անում։ Եվ այդ օրը հանդիպում կամ շփում կունենաք որևիցե տղայի հետ, տեսնենք ով է։ Տան անդամ է, ընտանիքի անդամ է, դրա համար ես հենց սկզբում արդեն իսկ նշեցի, որ էմոցիոնալ ազդեցության տակ այնպես արեք, որ չհանեք այս մարդուն ձեր կյանքից։ Ձեր ընտանիքի անդամն է այս տղան, ում կարող եք հանդիպել։ Այդ օրը շփվել, շատ շփվել, միգուցե գալիս է, վերադառնում է տուն, այդպես։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ցուլերին։ Ինչ է սպասվում ցուլերին փետրվարի 15-ին։ Հանդիպում կամ շփում կունենաք որևիցե կնոջ հետ։ Տեսնենք ով է այս կինը։ Ով պետական աշխատող է, որևիցե աշխատանքին կարող է վերաբերվի, ձեր շրջապատից նա կարող է լինել, այդ որ շատ եք շփվում։ Ձեր աղջիկն է ավելի հասուն կլինի արդեն, կզգաք, ավելի հասուն է, կամ մտածելակերպը եւ այլն, նաեւ այս աղջիկը կարող մտնելով ձեր կյանք, սա կարող է տղաներին է նաեւ վերաբերվում, ձեր կյանքում նոր իմաստ է նա հաղորդում։ Եվ այդ օրը փոփոխություն է մտնում ձեր կյանք, հնարավոր է փոփոխությունը դա նաեւ օրվա պլանների փոփոխություն է, նաեւ դա կարող է լինել գլոբալ մեծ փոփոխություն ձեր կյանքում եւ հղիություն, ծննդաբերություն ոմանց մոտ, տեղափոխություն մեկ այլ երկիր, մեկ այլ քաղաք, ինչ-որ մի բան է ամենայն դեպս մտնելու ձեր կյանք այդ օրը փոփոխություն։ Ոմանք այդ օրը գումար կստանան, ոմանք գումար կծախսեն։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք եկվորյակներին։ Ինչ է սպասվում եկվորյակներին փետրվարի 15-ին։ Փոփոխություններ են, որոնք որ կմտնեն ձեր կյանք, հնարավոր է դա հղիություն է, ծննդաբերություն է, ճանապարհ է, տեղափոխություններ են կամ գլոբալ մեծ փոփոխություն է այդ օրը։ Ոմանք կանցկացնեն իրենց ծնողների հետ այդ օրը, կայցելեք ձեր ծնողներին կամ սա նաև ընտանիք է, որը կարող է կազմել, նոր ընտանիք է սա։ Նաև ոմանք այցելեն առողջության կենտրոն, ինչ-որ պրոցեդուրաներ անելու համար, ոմանք էլ որ սահարդարման սրահ։ Եվ ոմանք հղի են, ծննդաբերություն կարող է լինել այդ օրը, 3 քարտն էլ նույնն է ասում, եւ հղիություն եւ ծննդաբերություն ոմանց համար։ Երեխաների հետ կապված որևիցե իրադարձություններ կարող են լինել, ոմանք կսկսեն նոր բիզնես բացել, բայց դեռ լուսինը նվազում է այստեղ վերջին նվազման օրերն են, նոր բիզնես բացարձակապես չի կարելի սկսել։ Այս ինչ-որ նոր կյանք է սա, նոր ինչ-որ մի բանի սկիզբ է, նոր հարաբերություններ, նոր ինչ-որ պահեր, կամ ընտանիքի հետ եք վերականգնում ձեր հարաբերությունները, կամ ծնողների հետ եք վերականգնում ձեր հարաբերությունները։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք խեցգետիններին։ Ինչ է սպասվում խեցգետիններին փետրվարի 15-ին, 15-ին, նայեցեք։
Ինչ է սպասվում խեցգետիններին փետրվարի 15-ին։ Ուրախ կլինեք, բարձր տրամադրություն կունենաք, այդպես լավ էմոցիաներ կլինեն, միգուցե առիթի եք, միգուցե որևիցե հասարակական վայր եք գնալու այդ օրը, շատ լավ օր է, ովքեր որ առիթ ունեն այդ օրը շատ լավ կանցնի, միգուցե ձեր տանն է առիթը, դրա համար դուք եք այդպես խառնված, էմոցիոնալ, ուրախ, թեկուզ եթե ձերն էլ չի, ապա եւս այնտեղ բավականին էմոցիոնալ կլինեք, եւ ուրախ կլինեք։ Եվ հասարակական կյանքն է, սա կարող ներկայացնում եք ձեր հասարակական կյանքը, թե ինչպեսի ուրախությամբ եք անցկացրել ինչ-որ մի տոն, ինչ-որ մի պահ։ Այսքանը հիանալի օր է ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք առույցներին։ Ինչ է սպասվում առույցներին փետրվարի 15-ին։ Ուրախ կլինեք, բարձր տրամադրություն կունենաք, էմոցիաներով լի, ուրախ, էներգիայով լի եւ հանդիպում կամ շփում կունենաք որևէ տղամարդու հետ, տեսնենք ով է։ Ընկեր է, բայց սա կարծես թե ավելի մեծ տարիքով է, հա, եթե ընկեր է, ապա տարիքով մեծ ընկեր է։ Նաեւ այդ օրը շատ շփում կունենաք տարբեր մարդկանց հետ, միգուցե նաեւ լեզվակռիվ է, միգուցե նաեւ բամբասանք է, անհանգստություն է նաեւ ընտանիքի անդամների հետ կապված, միգուցե ընկերոջ հետ կապված։ Կարող է ընկերոջն եք հանդիպում եւ բավականին շատ եք զրուցում այդ օրը։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կույսերի։ Ինչ է սպասվում կույսերին փետրվարի 15-ին։ Գումար կամ կստանաք կամ նաև գումար կծախսեք այդ օրը։ Նաև ոցեր կան սա կամ նախանձում են ձեզ, գումար եք ստանում նախանձում են կամ ծախսում եք նախանձում են։ Սա նաև իմաստություն է, կարող է ասում եմ մի փոքր ֆինանսներից շատ մի աչուձախ դուր։ Նաև սա գայթակղությունն է, կարող գայթակղվել եւ ինչ-որ մի բան գնել։ Ոմանց երազանքը այդ օրը կիրականանա, ոմանք նաև կարող են այցելել, կարող են լուր ստանալ հեռվից իրենց գտնվող բարեկամներից, կամ կարող իրոք դուք եք պատրաստվում այստեղ գնակոտար երկիր, միգուցե դրա հետ է կապված այստեղ գումարի ծախսը։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Կարող հյուրեր եք ունենում։ Գնանք կշարքներին։ Ինչ է սպասվում կշարքներին փետրվարի 15-ին։ Ոմանք այդ օրը շատ աշխատանք կունենան, ոմանք այցելեն ոչ ռեստորան, ոչ պետական ինչ-որ թատրոն, կինո, այդպես ինչ-որ տեղ, որտեղ որ տոմսով է, որ հենց այնպես ուղղակի չեք կարող մտնել, այդպես նման տեղ։ Նաև կարող է արդեն երկուշաբթի օրվանից օրինակ անցնում եք մեկ այլ աշխատանքի, ավելի կարևոր աշխատանքի։ Ուրախ կլինեք, բարձր տրամադրություն կունենաք, էներգիայով լի կլինեք, հաջողությունն է ձեզ սպասվում, նոր դռներ են ձեզ համար բացվում, նոր հնարավորություններ, միգուցե ինչ-որ մի բանի դուռ եք փակում, դա է ձեզ ուրախացնում, միգուցե նաև նոր է, հա, դուռը բացվում, դա է ձեզ համար ուրախություն։ Էներգիայով լի եք, այստեղ հիանալի է, ոմանք կարող են ընդունվել աշխատանքի, եթե փնտրում եք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կարիճներին։ Ինչ է սպասվում կարիճներին փետրվարի 15-ին։ Նամակագրական կապի մեջ կլինեք, նավր այս տղայի հետ, միգուցե հարաբերություններ եք կայունացնում, նորմալացնում, նաև ձեր տղան է, գրում է ձեզ, կիրակի է, կամ ինչ-որ մի տեղ է, ազատ է եւ գրում է ձեզ, կամ ամուսինը։ Ինչ-որ բաներ, ցուցակներ կարող եք կազմել, ինչ-որ բաներ գրեք, ջնջեք, շատ կարևոր ձեզ համար, միգուցե պլանավորում եք ձեր հաջորդ շաբաթը։ Եվ հանդիպում կամ շփում կունենաք որևիցե տղայի հետ։ Կարող է նաև փաստաթղթեր եք դասավորում։ Օր մի քիչ խորամանկ տղա է, սա կամ իր հետ կապված դուք եք լինելու խորամանկ կամ խորամանկ է, խաբեբայ մի քիչ այստեղ պետք է ուշադիր լինել այս տղայի հետ կապված։
Եվ ինչ որ ոլորտ է ձեզ մոտ կայունանալու, նորմալանալու, ինչ որ եթե խնդիրներ կար, ապա ոնց որ ավելի հանգստանում է, ավելի նորմալ է լինում։ Կայուն վիճակ է։ Կարող է այս տղայի հետ եք գնում երկար մնում ինչ որ միտեղ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք աղեղնավորների։ Ինչ է սպասվում աղեղնավորներին փետրվարի 15-ին։ Առիթ է։ Առիթ է սա, ճակատագրական քայլ է ոմանց համար, այո, երկու ճակատագրական քարտերն ընկան։ Կամ դուք ձեր հարսանիքն է կամ նշանադրությունն է, իրոք շատ ճակատագրական քայլ է սա ձեզ համար։ Կամ ձեր երեխան է, այստեղ առիթ, հա, ձեր երեխային է վերաբերվում։ Ոմանք այդ օրը նաև կայցելեն ոչ հասարակական վայր, ինչ-որ միտեղ, որտեղ շատ մարդիկ կան, նաև ինչ-որ բեռը ձեր ուսերին, եթե այստեղ առիթ է, ապա բեռը կարող է լինել ձեր ուսերին, դուք եք ամեն ինչը կազմակերպելու, դուք եք ամեն ինչը անելու, նայելու, վերցնելու, այդպես։ Նաև սա ճակատագրական ծանոթություն է, հետ կարող եք ծանոթանալ այդ օրը։ Եվ այն որ ասում է ձեր խաչն է պետք է կրեք, յուրաքանչյուր բան այն ինչ որ այդ օրը կլինի։ Եվ հերվից որևիցե նորություն կլսեք, ինչ որ մեկի մասին, նաև ձեր ցանկությունները կիրականանան, ինչ որ ուզում եք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք աճեղջուրների։ Ինչ է սպասվում աճեղջուրներին փետրվարի 15-ին։ Ինչ-որ ոլորտ է ձեզ մոտ կայունանում, գուցե ձեր խորամանկության գնով, ինչ-որ չափով էլ, նաև ինչ-որ մեկ հետ կարող եք երկար մնալ, ոչ միտեղ կարող այդ խորամանկ մարդու հետ եք մնում, շուշադիր եղեք նաև բացի խորամանկը նաև խաբեբայ է։ Կարող է ուղղակի դուք պետք է լինեք իրոք այդ օրը խորամանկ, որ ինչ-որ մի ոլորտ ձեզ մոտ ավելի նորմալացնեք, հա, կայունացնեք, նորմալ վիճակի բերեք այն։ Որովհետև հետո ուրախ եք, հա, նա ձեզ ոչինչ չի անում, դրա համար երևի դա դուք եք ավելի շատ։ Ինչ-որ մի բան պետք է անեք, խորամանկորեն, որ հասնեք ինչ-որ արդյունքի, հա, ձեր ուզած արդյունքի։ Համար էլ ուրախ կլինեք, տրամադրությունը բարձր կլինի, որտեղ հասել եք այն նրան, ինչը որ ուզում եք այդ օր անեիք։ Էներգիայով լի կլինեք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ջրհոսների։ Ինչ է սպասվում ջրհոսներին փետրվարի 15-ին։ Երեխաների հետ կապված որևէ իրադարձություններ են, այստեղ նաև երեխաների հետ կապված անհանգստություն կա։ Այսօր կարող եք բորբոքվել, երեխաներին կպնել, կռվել երեխաների հետ, հատկապես անցումային տարիքի երեխաներին է վերաբերվում։ Նաև ոմանց մոտ սա նոր կյանք է, բայց այսպես նոր կյանքը չեմ կարծում ինչ-որ։ Եթե նոր կյանքի է, ապա սկսում եք այն ոչ այնքան լավ։ Այդպես կամ ինչ-որ մարդկանց վիրավորում եք, բոլորին հանում եք ձեր կյանքից, նոր սկսում եք նոր կյանք։ Բայց սա սկսելը չի։ Սա նոր կյանք սկսելը լարված վիճակն է։ Պետք չի այդ օրը ինչ-որ մարդկանց վիրավորել, պետք չի վիճել այդ օրը, հատկապես երեխաների հետ։ Նաև սա նոր բիզնես է, եւս, հա, նոր բիզնես պետք չի սկսել, որովհետև այստեղ եւս, հա, ինքը այդքան էլ լավ քարտեր չեն նոր բիզնես սկսելու համար։ Հետո կարող է անդադ վեճի առարկա դառնալ այդ բիզնեսը կամ ինչ-որ թեմաներ անդադ ձեզ անհանգստացնեն դրա հետ կապված։ Եվ նոր կյանքի հետ նույնպես, ինչ-որ մի բան այնպես չի լինում, ոնց որ ձեզ մի բանը դուր չի գալիս, օրինակ եթե 3 ամուսնացել եք, այսօր արդեն կարող է ինչ-որ մի բանը ձեզ դուր չգա այդ տան մեջ։ Նոր ինչ-որ մի բանի սկիզբ է, կարող է հաշտվում եք ինչ-որ մեկի հետ կամ նորից վերականգնում եք ընտանիքը, բայց հաջորդ օրը էլի ինչ-որ թեման էլի այնպես չէ։ Տեսնենք սա ինչին է վերաբերվում ավելի շատ։ Այս քարտից հետո նայեք, էմոցիաներն են ձեզ խանգարում։ Մի տրվեք ձեր էմոցիաներին, ուղղակի հանգիստ եղեք, յուրաքանչյուր բանում, յուրաքանչյուր հարցում։ Թողեք թող ամեն ինչ իր հունով գնա, ինքը ամեն ինչը կուղղվի։ Հատկապես եթե ինչ-որ մի բան նոր եք սկսում։
հատկապես նոր կյանքում։ Երեխաների հետ նույնպես։ Այն էմոցիաներ ազդեցության տակ կարող բանան ինչ-որ վիճել։ Թողեք թող երեխաներ իրենց հունով գնան։ Այսքանը ձեզ համար ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ձկների։ Ինչ է սպասվում ձկներին փետրվարի 15-ին։ Ոմանք այցել են բժշկական կենտրոն, ոմանք այցել են գեղեցկության սրահ, իրենց զարդարելու, իրենց կարող է ծնունդ է, ինչ-որ առիթ է, գեղեցկանում եք, որպեսզի գնաք։ Նաև այդ օրը շատ կշփվեք տարբեր մարդկանց հետ։ Եվ նաև կարող է լինել լեզվակռիվ, կարող է լինել բամբասանք, միգուցե ձեր տեսքից է դա, որ ինչ-որ մարդիկ բամբասում են։ Եվ այդ օրը անակնկալներ, նվերներ, ծաղիկներ, ոմանց համար սիրային ժամադրություն, ոմանք ինչ-որ հարաբերությունները ավելի կլրջանան, ավելի կամրապնդվեն, տանն էլ նորմալ է, այստեղ տանը իշխում է երջանկություն, ուրախ եք, այստեղ ինչ-որ պահեր կարող են լինել, որ ձեր տրամադրությունը բարձրացնեն։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։